Երիտասարդ դերասանուհի Ռոզա Դավթյանը սիրված է հանրության կողմից, նրա ցանկացած հրապարակում չի վրիպում երկրպագուների աչքից, մարդիկ քննարկում են Ռոզայի յուրաքանչյուր հրապարակում, մեկնաբանություններ գրում դրանցից, հերթական հրապարակումը սակայն տարբերվում է մյուսներից, պապարացիների աչքից չի վրիպել Ռոզա Դավթյանն, ով մասնակցել է խնջույքներից մեկին, դերասանուհին աչքի է ընկել իր կազմվածքի փոփոխությամբ, բանն այն է, որ ըստ հրապարակված կադրերի երևում է, որ դերասանուհին կարծես կլորիկ-փորիկ ունի։ Շատերը մեկնաբանություններ են գրել, որ սիրված դերասանուհին պատրաստվում է մայրանալ և շատ շուտով կիսվելու է ուրախալի լուրով, շատերն էլ փաստում են, որ ոչ միգուցե այս ամենը Խալսկեստի ընտրության արդյունք է։ Սպասենք Ռոզայի մեկնաբանությանը։ Ընդամենը 2 ամիս առաջ վերջերս համացանցի քննարկման թիվ 1 թեման երիտասարդ դերասանուհի Ռոզա Դավթյանի հարսանիքն էր։ Հարսանիքն անսպասելի էր այնքանով, որ դերասանուհին ընդամենը ամիսներ առաջ էր հայտնել նշանադրության մասին, դե իսկ նախքան նշանադրությունը ևս չէր խոսել իր անձնականի մասին։ Մարդիկ գիտեին, թե Ռոզայի սիրտն ազատ է, սակայն մի քանի հրապարակումներով Ռոզան ակնարկել էր, որ սիրելի ունի, ցույց տալով իրեն ուղղված կերշիկ եղանակընկալները։ Դրանք անթիվ անհամար էին։ Համացանցում Ռոզայի նշանադրությունից հետո տեղեկություն տարածվեց, որ նրա սիրելին կապ ունի կողական աշխարհի հետ։ Սակայն հարսանիքից հետո լուրեր պտտվեցին, որ դա ամենևին էլ այդպես չէ։ Ռոզայի սիրելին Գուրգենը ռուսաստանցի գործարար է։ Նշենք, որ Վիքի պսակադրությունը տեղի էր ունեցել Սուրբ Սարգիս եկեղեցում։ Դերասանուհին հարսանիքի օրը որոշել էր նշել երջանկահիշատակ հայրիկի ծննդյան օրը, ով մահացել էր տարիներ առաջ։ Համացանցում Ռոզայի հրապարակումներին քիչ մեկնաբանություններ են գրվում, որ ամուսնությունից հետո նա տանջված և տխուր տեսք ունի։ Ռոզան իհարկե այս ամենին ծիծաղով է վերաբերվում։ Նա երեկ ինստագրամյան հարթակում սթորի էր հրապարակել, կրկին անգամ ակնարկելով, որ ինքը երջանիկ է և խորհուրդ տալով չհավատալ այն լուրերին, որոնք հրապարակվում են։ Մի հավատացեք այն լուրերին, որոնք որ տեսնում եք, ինձ մոտ ամեն բան լավ է, նշել էր դերասանուհին։ Ներկայացնում ենք դերասանուհու հարսանիքից մի քանի կադրեր։